ուշադիր եղեք խնդրում եմ, ապրիլի 9-ին բացառիկ դեպքն է, երբ կարևոր է առաջին հերթին և բացառապես այդ օրվա հանրահավաքի մասնակիցների թիվը, որովհետև այդ օրը մենք չենք անելու սովորական հանրահավաք, այդ օրվա խնդիրը շատ ավելի ընդարձակ է, ձևակերպել մի ուրիշ քաղաքական իրողություն, անհրաժեշտ է, որ Հայաստանի քաղաքացիների ներկայությունը ապրիլի 9-ի հրապարակում հաշվարկվի 7, 8, 900 հազարով, 1 միլիոնով։ Դա պիտի լինի ոչ թե հանրահավաք, այլ մարդկային քաղաքացիական օվկիանոս։ Կհաջողվի անել նման բան, դա կլինի կոնկրետ իրավիճակ։ Չի հաջողվի, դա արդեն բոլորովին ուրիշ իրավիճակ է։ Այսօր սակայն չեմ ուզում խոսել այն թեմայի մասին, թե ինչ կանխատեսում ունեմ ապրիլի 9-ի կապակցությամբ և իրադարձությունների հետագա զարգացման ինչպիսի տարբերակ եմ պատկերացնում։ Սցենարների մասին նախկինում բավականաչափ խոսել եմ։ Այսօր ընդամենը ուզում եմ հայտարարել մի որոշման մասին, որը ոչ թե քաղաքական, այլ ընտանեկան որոշում է։ Ապրիլի 9-ին ժամը 11:00-ին առանց 1 րոպե ուշացման իմ ընտանիքի կնոջս ու 3 մանկահասակ երեխաներիս հետ լինելու եմ այստեղ Ազատության հրապարակում։ Այդ օրն իմ երեխաները դպրոց չեն գնալու, այդ օրը մենք հանրահավաքի հաշվին աշխատանքի չենք գնալու և ընտանիքով լինելու ենք Ազատության հրապարակում։ Այսպիսի դիրքորոշման համար, բացի նախկինում նշածներից, ունենք ևս մեկ քաղաքացիական հիմնավորում։ Գիտեմ, համոզված եմ, որ Ազատության հրապարակից մեր այդ օրվա բացակայությունը Սերժ Սարգսյանը և նրա թիմը կարող է մեկնաբանել և մեկնաբանելու է, եթե ոչ որպես զորակցություն, գոնե լուր համաձայնություն իշխանությունը բռնազավթելու իր գործելակերպի հետ։ Եթե Սերժ Սարգսյանը որոշել է երդվել իր շքախմբի ներկայությամբ, թող երդվի, բայց թույլ չենք տա, որ նա դա անի նաև մեր անունից, մեր ընտանիքի անունից։ Թույլ չեմ տա, որ Հայաստանի հայաթափումը, թալանն ու բարոյալքումը շարունակի նաև իմ ընտանիքի անունից։ Մենք գալու ենք Ազատության հրապարակ, մեր ընտանիքի անունը տարանջատելու մարզահամերգային համալիրում տեղի ունեցող պետական սրբապղծությունից և իլուր Սերժ Սարգսյանի շնորհավորած օտարերկրյա պետությունների ղեկավարների հայտարարելու։ Պարոնայք նախագահներ, եթե Սերժ Սարգսյանին նախագահ եք համարում, դա ձեր խնդիրն է։ Արձանագրենք ուղղակի, որ Սերժ Սարգսյանը ձեր պետությունների և որևէ մեկի հետ հարաբերություններում մեր ընտանիքը չի ներկայացնում,